Վենեսուելայի նախագահի ու նրա կնոջ գերեվարումից հետո բողոքի ու համաձայնության ակցիաներ են սկսվել Վենեսուելայում ու աշխարհի տարբեր կետերում։ Կարակասի փողոցները կիրակի լցվել են Մադուրոյի հազարավոր աջակիցներով, նրանք պահանջել են վերադարձնել իրենց նախագահին ու նրա կնոջը։ Պանկարկելով «Մադուրո» ժողովուրդն ապստամբում է։ Նիկոլաս, ժողովրդի հետ դու կվերադառնաս։ Վերջ տվեք անպատժելիությանը, ոմանք ուզում են ցանկացած երկրի հետ անել իրենց ուզածը։ Վենեսուելան ինքնիշխան է, Վենեսուելան ազատ է եւ Վենեսուելան կհաղթի։ Վենեսուելայից դուրս ապրող վենեսուելացիներն ուրախ են, որ Մադուրոյի իշխանությունը տապալել է Վաշինգտոնը։ Բարսելոնայում ապրող էմիգրանտները տոնել են Մադուրոյի ձերբակալությունը, համարելով, որ տեղի է ունեցել վերջին 26 տարիների ամենալավ իրադարձությունը։ Սա ամենալավ բանն է, որ մեզ հետ պատահեց վերջին 26 տարվա ընթացքում։ Սպասում էինք այս իրադարձությանը, որը ցավոք բռնի ուժով իրականացվեց։ Բայց չի կարող լինել ավելի մեծ բռնություն, քան այն, ինչին մենք բախվեցինք մեր սեփական երկրում, որտեղ սպանում էին նրանց, ովքեր պարզապես դեմ էին իրենց։ Բարսելոնայում Մադուրոյի ձերբակալությունը տոնող վենեսուելացիները վստահ են, որ Թրամփը չի պատրաստվում ղեկավարել Վենեսուելան։ Նա ուզում է իշխանությունը հանձնել ընդդիմության առաջնորդին Մարիա Կորինա Մաչադոին։ Թրամփը հրապարակային իր աջակցությունն է հայտնել նրան, իսկ Մաչադոն պատրաստակամություն է հայտնել վերցնել իշխանությունը։ Կարծես թե մի առվով չեն հոսում Մադուրոյի նյույորքյան բանտ տեղափոխումից հետո նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցրած Դելսի Ռոդրիգեսի եւ Դոնալդ Թրամփի ջրերը։ Ռոդրիգեսը Նիկոլաս Մադուրոյին անվանել է Վենեսուելայի միակ նախագահը։ Այս երկրում կա միայն մեկ նախագահ եւ նրա անունը Նիկոլաս Մադուրո Մորոս է։ Թրամփը ավելի դաժան պատիժ է խոստանում Ռոդրիգեսին, եթե չհամագործակցի իրենց հետ, վստահեցնում է, որ երկրորդ հարվածին պատրաստ են։ Այս հայտարարությունից ժամեր անց Ռոդրիգեսը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ միջազգային իրավունքի համատեղ զարգացմանը միտված ծրագրի շրջանակներում։ Միջազգային իրավունքի կոպիտ խախտման մասին է ահազանգել Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը։ Մենք երբեք չենք հավատացել, որ որևէ երկիր կարող է հանդես գալ որպես համաշխարհային ոստիկանություն։ Եվ մենք համաձայն չենք, որ որևէ երկիր կարող է հավակնել միջազգային դատավորի դերին։ Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լիովին պաշտպանված լինեն միջազգային իրավունքով։ Միջազգային իրավունքը իր քթի տակ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը վերջ տալու ծրագրին է զոհել Թրամփը։ Ամերիկյան կողմը հենց այդ մեղադրանքով է կալանավորել Մադուրոյին շաբաթ առավոտյան Վենեսուելայի հյուսիսում ավիահարվածներ հասցնելուց հետո։ Կարակասի համոզմամբ Թրամփը աչք է դրել աշխարհում նավթային ամենամեծ պաշարների վրա, ուզում է տիրանալ դրանց։ Թրամփը հայտարարել է, որ նավթային խոշորագույն ընկերությունների ներգրավմամբ կվերականգնեն ամերիկյան ավիահարվածներից վնասված վենեսուելական ենթակառուցվածքները։ Վենեսուելան հիմա մեռած երկիր է։ Մենք պետք է այն վերականգնենք եւ նավթային ընկերությունների կողմից մեծ ներդրումներ կպահանջվեն ենթակառուցվածքներն ու նավթային ընկերությունները վերականգնելու համար։ Վենեսուելայից մեծ քանակով նավթ գնող Չինաստանին հանգստացրել է Թրամփը, թե առևտուրը կշարունակվի։ Եվ ամեն դեպքում Վաշինգտոնը ուզում է տպավորություն ստեղծել, թե Վենեսուելայում իրենց խնդիրը ամենևին էլ նավթը չէ։ Նահանգներին վենեսուելական նավթ պետք չէ։ Մենք Միացյալ Նահանգներում ունենք բավականաչափ սեփական նավթ։ Բայց մենք թույլ չենք տա, որ Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը վերահսկեն Միացյալ Նահանգների հակառակորդները։ Ինչու է Չինաստանին անհրաժեշտ վենեսուելական նավթը։ Ինչու է Ռուսաստանին պետք վենեսուելական նավթը։ Ինչու է Իրանին անհրաժեշտ վենեսուելական նավթը։ Նրանք նույնիսկ այս մայրցամաքում չեն։ Սա արևմտյան կիսագունդն է։ Սա այն վայրն է, որտեղ մենք ենք ապրում։ ԱՄՆ-ին վենեսուելական նավթ պետք չէ, բայց պետք էլ չէ, որ Ռուսաստանն ու Չինաստանը տեղավորվեն իր սահմաններին մոտ։
Մոտավորապես այնպես, ինչպես Ռուսաստանը չի ուզում իր սահմանների մոտ տեսնել նատոական զորքեր։ Վիլի Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։